Գիտեք, մեր հակառակորդը միշտ փորձում է որ մեզ համոզի, որ Աստված դատավոր է, այլ ոչ թե հայր։ Враг, он всегда пытается нас убедить, что отец, он не отец, а он судья, Որ միայն նա դատավոր է։ что он только судья. Խիստ գավազանով նստած սպասում է, որ մեկը մի սխալ թույլ տա ու խփի։ Он сидит с этим посохом, и он ждет, когда ты сделаешь что-то неправильно, чтобы тебя ударить. Եվ որպեսզի մենք երբեք ու երբեք նրա հանդեպ հոր պատկերացում չունենանք, որպես հայր չճանաչենք նրան։ И чтобы мы никогда его не познали, как отца. Այո, մենք գիտենք, որ նա արդար դատավոր է։ Да, мы знаем, что он праведный судья. Մենք գիտենք, որ վերջում բոլորս պիտի անցնենք այդ դատաստանը։ И мы знаем, что мы все пройдем через это судилище. Բայց պետք չի միայն այսպես նայել Աստծուն։ Но не надо только таким образом на него Մենք смотреть. պետք է նաև հասկանանք, որ նա նաև սիրող հայր է։ Мы также должны понять, что он любящий отец. Նա սիրող հայր է։ Он любящий отец. Եթե մենք գնում ենք Աստծո հետևից, չպիտի լինի պատճառը այն, որ գնամ, որպեսզի ինձ չպատժի։ Если мы идем за Богом, не надо идти только за тем, для того, чтобы он тебя не наказал, Այլ մենք պետք է նրան սիրելով գնանք։ но идти за ним, исходя из любви. Բայց քանի դեռ մենք պատկասում ենք, որ Աստված որպես դատավոր է միայն, Но когда мы представляем, что он только судья, այդ ժամանակ մենք վախենում ենք պատիժներից։ тогда мы начинаем бояться того, что он нас накажет. Բայց երբ որ մենք ճանաչում ենք նրան որպես հայր, Но когда мы его познаем как отца, սա մի նոր հայտնություն է։ это новое откровение. Եվ Տեր Հիսուսն ասում էր, դուք որ չար եք, И Господь Иисус говорит, когда вы, будучи злы, ձեր զավակները ձեզանից հաց ուզեն քար չեք տա, и когда ваши дети попросят у вас хлеб, вы не дадите камень. ապա որքան առավել ես ձեր երկնավոր հայրը։ Но насколько более я велик ваш Отец Небесный. Եթե մենք այսպեսին լինելով, Если мы, будучи такими, մենք կամենում ենք լավը, мы желаем лучшего, որ Աստծո խոսքը ասում է մարդու մեջ ոչ մի բարի բան չկա, когда Божье Слово говорит, что в человеке нет ни одного доброго, այլ ամեն բարի բան նրանից է но գալիս, все доброе исходит от Него, ապա որքան մեր երկնավոր հայրը։ то насколько велик наш Отец Небесный. Այսօր ուզում եմ խոսել հոր սրտի մասին։ Я хочу поговорить о сердце Отца сегодня. Մեր հայրը, Наш Отец, հայր ով հաղորդակցվել է ուզում, тот, кто желает общения с нами, ով սովորեցնել է ուզում, кто хочет научить ով нас, կարող է մեզ պաշտպանել ու խրատել։ тот, кто может заботиться и нас учить. Մենք կարող ենք Աստծուն ընդունել որպես նրա Աստված լինելը ընդունել, բայց որպես նրա հայր լինելը չընդունել։ Мы можем принять Его как Бога, но как Отца можем не принимать Его. Իշ մեկ անառակ որդու եղբայր եկավ հոր мот, Помните, когда блудный сын пришел к отцу? Брат. եկավ ու ասեց, այսքան ժամանակ ես քեզ ծառայեցի, մի ուլ էլ չտվեցիր, որ իմ եղբայրների հետ ուտեմ։ Столько времени я тебе служил, но ты даже одного козленка не зарезал для того, чтобы я со своими братьями разделил, друзьями. Եվ ինչ է ասում հայրը։ И что говорит отец? Ասում է, տղես, այնինչ որ ունեմ, Сын, Да все то, что конное. я имею, это все твое. դա քոնն է։ Это твое. Հա դու հոր տան մեջ ես։ Да, ты в отцовском доме. Դու հոր սեղանից օգտվում ես։ Ты пользуешься столом отца твоего. Բայց դեռ չես կարողանում ընդունել ու հասկանալ, որ նա քո համար հայր է։ Но ты не можешь понять, что он отец твой. Պատկերացրեք ձեր երեխան հասուն դառնա, արդեն 15-16 տարեկան, Представляете, что ваш ребенок уже ему 15-16 лет եւ գալիս է ու հարցնում է. и спрашивает: Կարող եմ սառնարանի դուռը բացել։ я могу открыть дверь холодильника? Կարող եմ աթոռին նստել։ Я могу сесть на стул? Կարող եմ մահճակալին պարկել։ Можно я лягу на кровать, посплю? Տղես, Сын, այնինչ որ ունեմ, դա քոնն է։ все, что я имею, это твое. Սա մեր ընտանիքինն է։ Это все наше Սա семейное. բոլորինն է։ Это всех. Եվ գիտեք, հակառակորդը ամեն բան անում է, որ մենք չճանաչենք նրան որպես հայր։ И враг делает все, чтобы мы его не познали как отца. Եվ երբեմն էլ տանում են նրան, որ իբր մեր կյանքի բոլոր դժբախտությունների հեղինակը հենց Աստված է։ И ведет к тому, чтобы мы думали, что все неудачи нашей жизни исходят от Бога. Ինչքան մարդիկ կան, որ իրենց կյանքի դժբախտությունների համար մեղադրում են Աստծուն։ Сколько людей есть, которые обвиняют Бога из-за своих неудач. Ու այդպես էլ չեն կարողանում դրանից ազատվել։ И так не могут освободиться от этого. Բայց Հակոբոս առաքյալը մի այլ բան է մեզ ասում։ Но апостол Иаков говорит иное. Առաջին գլխում է գրված։ В 1 главе. Ասում է, ով որ փորձության մեջ է, Тот, кто в искушении,
Թող չասի, թե ես Աստծուց եմ փորձվում, Пусть не говорит, что Господь его искушает, որովհետև ամեն մեկը փորձում է բուն իր ցանկություններից հրապուրված։ потому что каждый искушается, будучи своими обольщениями. Եվ այդ ցանկություններից հրապուրված էլ մեղքն է ծնվում։ И эта же похоть, она рождает уже грех, Եվ մեղքն էլ մահ է ծնում։ а грех – смерть. Ով որ փորձվում է Тот, кто искушается չար բաներով, злыми деяниями, թող չասի, թե Աստծուց եմ փորձվում։ пусть не говорит, что искушается Богом. Եթե Աստված ինձ հետ էր, ինչու այս բանը ինձ հետ պատահեց։ Если Господь со мной, почему это со мной случилось? Սուտ չխոսեիր, Ну, если бы ты не солгал, այս դժբախտությունն է քեզ հետ չէր լինի։ тогда бы этого несчастья с тобой не случилось. Խմած մեքենան չվարեիր, Если бы ты пьяным не водил автомобиль, վթարել չէր ենթարկվի։ ты бы не попал в аварию. Աստված չար բաներով չի փորձում։ Господь злыми вещами не искушает. Եվ արդյունքում այսպիսի մարդիկ սկսում են Աստծուն մեղադրել, И такие люди начинают обвинять Господа. եւ մեր հարաբերությունն էլ Աստծո հետ կտրվում է։ И их связь теряется с Богом. Ինձ դուր է գալիս, երբ որ Տեր Հիսուսը աշակերտները ասեցին մեզ աղոթել սովորեցրում։ Мне нравится, когда его ученики Иисуса сказали: научи нас молиться. Տեր Հիսուսը մի աղոթք արեց։ И Иисус помолился: Հայր մեր, Отче наш, հայր մեր։ Отче наш. Նա չասեց Աստված մեր, Он не сказал Бог наш, նա ասեց հայր մեր։ он сказал Отче наш. Գիտեք, հрьяաների համար սա մի հատ դժվար սահման էր, որ իրեն կարող էին անցնել։ Вы знаете, эта граница для евреев была очень сложная, которую надо было перейти. Որտեվ նրանք հայր ճանաչում էին միայն հայր Աբրահամին, Потому что они как отца знали только Авраама, բայց Աստծուն որպես հայր չէին ճանաչում։ но они не знали Бога как отца. Մի եղբայրներից մեկ ասում է, երբևիցե մտածել եք ինչի է ասում հայր մեր, այլ ոչ թե Աստված մեր։ Один из братьев говорит: никогда вы не задумывались о том, почему он говорит «Отче наш», а не «Бог наш»? Որտեվ նա հայր է, Потому что он отец. նա հարաբերություն է ուզում ունենալ։ Потому что он хочет с тобой иметь Նա отношения. ջերմություն է уզում փոխանցել։ Он хочет передать тепло. Երբ որ մենք հասկանում ենք, որ նա մեր հայրն է, Когда мы понимаем, что он наш отец, մենք հասկանում ենք, որ նա մեզ կարող է սիրել, мы понимаем, что он нас может любить. նա կարող է մեզ խրատել, Он может нас наставлять. նա կարող է մեզ ուղղորդել, Он может нас вести. նա ամեն պահի կարող է մեզ հետ լինել։ И в любой момент быть с нами. Եվ սա օրհնություն է սելներ։ И это благословение возлюбленное. Պատկերացրեք, երկինք ու երկիր արարող Աստված ինքը կամեցավ իմ ու քո համար հայր լինել։ Представляете, Создатель земли и небес, Он возжелал быть нам отцом. Ցավոք սրտի, К сожалению, շատ մարդիկ չեն կարողանում Աստծո հայրությունը ընդունել, многие люди не могут принять Его как отца, որովհետև потому что իրենց հայրերից ջերմություն չեն ստացել։ Потому что они не получили тепла от своих отцов. Կամ հայրը վաղ տարիքում մահացել է։ Или, может быть, в раннем возрасте потеряли отца. Եվ այդքան էլ պատկերացում չունեն հոր եւ զավակի փոխհարաբերության։ И они не понимают вот эти взаимоотношения между отцом и детьми. Բայց ուզում եմ ես ձեզ ասել սելներ, Но я хочу вам сказать, возлюбленные, Աստված հայր է։ Господь – Отец. Նա կարող է իր ջերմությամբ լցնել։ Он может своим теплом тебя окружить. Եվ այդ եղբայրը, որ ասում էր, չեք մտածել ինչու է ասում հայր մեր, այլ ոչ թե Աստված մեր։ И этот брат, который спрашивал, почему вы думаете, он сказал «Отче наш», а не «Бог наш». Նա ասում է, ես իմ հոր բացակայության ջերմությունը ստացել եմ երկնավոր հորից։ Я отсутствие тепла своего земного отца получил от небесного. Եվ սա օրհնություն է, И это благословение, որ Աստված կարող է իր ջերմությամբ լցնել։ что Господь может своим теплом тепло излить на тебя. Մի եղբայր ինձ ասում էր, Один брат мне говорил: ասում է, ես հայրիկից չեմ կարողանում ինչ-որ քաղցր խոսքեր ասեմ, ջերմություն ցույց տալ։ я не могу своему отцу сказать какие-то хорошие слова. Այդ ջերմությունը չեմ կարողանում ցույց տալ։ Не могу показать это тепло. Եվ այդպես էլ այդ եղբայրը իր papan մեծացավ, մահացավ, И так его отец уже стал взрослым и умер. եւ այդպես էլ այդ եղբայրը չկարողացավ իր հոր հետ այդ փոխհարաբերությունը ստեղծի։ И он так и не смог создать вот эти теплые отношения со своим отцом. Գիտեք, երբ որ այս բանը լինում է մեր կյանքի մեջ, Знаете, когда это происходит в нашей жизни, մեր հարաբերությունն էլ Աստծո հետ դժվարանում ենք։ и наши взаимоотношения с Богом тоже усложняются. Բայց ես ուզում եմ տեսնենք հոր հատկանիշներից մի քանի բան։ Но я хочу посмотреть на несколько черт отца. Ես ուզում եմ առաջինը տեսնենք հոր հոգատարությունը։
Его заботу. Նորից ասենք, ասում է, եթե դուք չար եք եւ ձեր զավակը ձեզանից հաց ուզի քար չեք տա, Если вы, будучи злы, и у вас просит ваш сын, чтобы вы дали ему хлеб, вы не даете ему камень вместо ապա него. որքան առավել ձեր երկնավոր հայրը։ Но насколько более велик ваш Небесный Отец. Սա հոր հոգատարությունն է։ Это забота Отца. Ասում է, նայեք դաշտի շուշաններին։ Посмотрите на лилии полевые. Ասում եմ ձեզ Սողոմոնն էլ իր ամբողջ փառքի մեջ այսպես չհագնվեց։ И говорю, что Соломон во всей славе так не одевался. Բայց որ խոտը այսօր կա է վաղը փուրն է գցվում, Но если сегодня есть трава, а завтра она уже бросается в огонь, եւ Աստված հոգ է տանում նրանց համար, и Господь все равно заботится об ապա этом, որքան առավել ձեր համար, то насколько больше Он будет заботиться о вас, ինչքան առավել մեզ համար։ насколько еще больше для вас. Բայց Տերը մեզ ասում է, Но Господь нам говорит, ամեն բանից առավել более всего երկնքի արքայությունը փնտրեք։ ищите Царствие Небесного. Դուք ավելի շատ մտածելու բան ունեք։ У вас есть еще более о чем надо заботиться. Մտածեք երկնքի արքայության համար։ Думайте о Царстве Եվ Небесном, այդ բոլոր բաները կտրվեն ձեզ։ и все остальное вам дастся. Եվ Տերը ասում է, վաղվա օրվա համար հոգս մի արեք։ И не заботьтесь о завтрашнем дне. Գիտեք սա ինչ է նշանակում։ Знаете, что это означает? Սա չի նշանակում ուղղակի նստես քո համար եւ սպասես, որ մի բան կտեղից կշարժվի։ Не означает, что ты должен сидеть и думать, что сейчас что-то изменится в твоей жизни. Սա նշանակում է, Это означает, որ վաղվա օրվա Տերն էլ ինքը Աստված է։ что Господь завтрашнего дня, Господь Бог, Վաղվա օրվա Տերն էլ էլի ինքն է։ все равно Он является хозяином завтрашнего Իմ ու дня. քո այսօրվա Տերն էլ է ինքը։ И сегодняшнего дня Он тоже Господь. Վաղն էլ է նա մեր Տերը։ И завтра Он тоже Господь. Вաղվա օրվա Տերն է, մյուս օրվա Տերն էլ։ Он Господь и завтрашнего дня, и следующего дня. Նա հոգատար հայր է։ Он заботящийся Отец. Аминь. Յուրաքանչյուր հայր երազում է, որ իր завակի համար տուն պատրաստի։ Каждый отец заботится о том, чтобы построить дом своему Սին։ сыну, Տղաս ну, մեծանա, либо дочери. կամ завակի համար, հա։ Տղաս մեծանա, իր համար մի տուն պատրաստած լինի։ Мой сын вырастет, и я построю для него дом. Ամեն։ Եկեք տեսնենք մեր երկնավոր հոր վերաբերմունքը։ Давайте увидим то, как он относится к нам. Տեր Հիսուսն ասեց, ես գնում եմ երկինք ու ձեզ համար տներ եմ պատրաստել։ Господь Иисус сказал, я иду на небеса для того, чтобы приготовить для вас обители. Հալելույա։ Սրա մեջ օրհնություն կա։ Аллилуйя, в этом есть благословение, Նա возлюбленные. հոգ է տանում մեզ համար։ Он заботится о нас. Նա ասեց, ես ձեզ հետ եմ միջև աշխարհի վերջը։ Он сказал, я с вами до скончания веков. Պատկասում եք, ես ու դու քնում ենք, Вы представляете, мы спим, բայց նա արթուն մեզ համար հսկում է։ а он следит за нами. Նա մեզ համար արթուն է։ Он бодрствует за нас. Եթե ասում է, այդ երկու ճնճղուկը ծախվում է այսինչ արժեքով, Если говорится, 2 воробья продаются за такую-то цену, կամ ասում է ձեր գլխից մի մազ անգամ առանց իմացության չի ընկնի։ даже ни один волос, он не упадет без того, чтобы знал Господь. Եկեք խոստովանենք սիրելիներ։ Давайте признаемся, Մենք մեր մազերը սանրելուց կամ լողանալուց, когда мы расчесываем наши волосы или купаемся, մենք այնքան մազ ենք կորցնում, որ դրանց մասին իսկի մոռանում ենք։ мы столько теряем волос, что мы даже забываем об этом. Բայց Տերը ասում է, մի մազ անգամ առանց իմացության չի ընկնի։ Но Господь говорит, что без моего ведома даже ни один волос не упадет. Ինչպիսին է նա, Какой Он, ինչ հոգատար է նա, какой Он заботящийся, ինչքան է նա մտածում մեր մասին, насколько Он думает о нас, որ անգամ մենք երբեմն մերժում ենք նրան, что иногда мы отвергаем Его երբեմն նրա ասածով չենք անում, и не делаем, как Он хочет, բայց նա հոգ է տանում մեզ։ но Он все равно заботится о Հարկ нас. Տիրոջը սրա։ Слава Господу за это. Аллилуйя. Գիտեք, մի պատմություն կա, Знаете, есть одна история, չգիտեմ ինչքանով է ճիշտ, ինչքանով սխալ, не знаю, насколько она правдива, բայց ինչքանով որ գիտեմ, սա հավաստի տեղից է եկել։ но, насколько я знаю, она правдивая. Ասում է, որ 88 թվականի երկրաշարժի ժամանակ Что во время землетрясения в 1988 году մի երեխա իր ընկերների հետ փլատակների տակ է մնում։ там был один ребенок вместе со своими друзьями, и он был под завалами. Եվ այս երեխան այս մթության ու այս ծանրության մեջ И этот ребенок вот под этими тяжестями и в темноте, ինքը միշտ իր ընկերներին ասում էր. он всегда говорил своим друзьям, Ես գիտեմ իմ papan գալու եմ հետևից։ я знаю, мой отец придет за мной.
Ես գիտեմ իմ papan գալու է մեզ։ Я знаю, мой отец придет за мной. Ցավը մի կողմից, Боль с одной стороны, անհուսությունը մի կողմից, безнадега с другой. շնչելու հնարավորություն չկա, И было сложно дышать. ժամանակ անցնում է, И проходило время. բայց այս երեխան իր ընկերներին անընդհատ ասում էր ես գիտեմ իմ papan գալու է իմ հետևից։ Но этот ребенок все время говорил друзьям, я знаю, мой отец придет за мной. Եվ ասում է որոշ ժամանակ անցավ И говорит, прошло время, եւ հանկարծ այս երեխաները լսեցին այս պանելների ձայնը։ и дети услышали, как поднимаются панели. Գիտեք, երբ որ մարդը այդ ծանրության, այդ փոշու մթության մեջ է լինում, Когда человек бывает в этой темноте и в этой пыли, ինքը մի անգամից իր տեսողությունը մի անգամից չի բացում, ինքը մի անգամից չի տեսնում։ его зрение не сразу открывается. Եվ ասում է այս պանելները, երբ որ մեկնվեցին, մի ձեռք մեկնվեց։ И когда эти панели убрались, оттуда протянулась рука. Եվ այս երեխան անգամ դեմքը չտեսնելով, И даже этот ребенок не видел лица. աղաղակեց ու ասեց. Он воскликнул и сказал, Պապ, ես գիտեի, որ դու գալու ես իմ հետևից։ пап, я знал, что ты придешь за мной. Ես գիտեի, որ դու գալու ես։ Я знал, что ты придешь за мной. Չէ որ եթե մենք այսքան չար ենք ու այսքան բարին կամենում ենք, Нет, что мы такие злые, но мы все же добро желаем своим ապա детям. որքան մեր երկնավոր հայրը սիրներ։ Насколько наш Отец Небесный. Միթե նա կթողնի մեզ։ Неужели Он нас оставит? Միթե նա կթողնի մեզ։ Неужели Он нас оставит? Նրա հոգատարությունը կա մեր կյանքի մեջ։ Его забота есть в нашей Ах, жизни. очень Слава Господу за это. Գիտեք, երեք այս խոսքին պատրաստվում էի, Я вот вчера готовился к этому слову, եւ եղբայրներից մեկը ինձ զանգեց։ и один из братьев позвонил. Ոնց ես Վաղո ջան։ Как ты, Володя? Տանն ես։ Дома? Ասում եմ այո։ Да. Մարտունուց եմ գալիս ասում։ Я из Мартуни еду. Որ մի մեշոկ կարտոշկա բերեմ քեզ համար։ Կընդունես։ Если я тебе мешок картошки привезу, примешь? Իհարկե։ Ну, конечно. Եղբայրը եկավ այդ կարտոֆիլը իջացրեցինք, Приехал этот брат, мы взяли эту картошку, երբ որ արդեն իրեն ճանապարհում էի։ и мы уже его провожали. Ասում եմ, գիտես, Я сказал, знаешь, ես պատրաստում էի հոր հոգատարության մասին։ я готовился к тому, чтобы говорить слово о заботе Отца. Ու դու զանգեցիր ինձ ասեցիր մեկ մեշոկ կարտոֆիլ եմ բերում քո։ И ты позвонил и сказал, я тебе везу мешок картошки. Փառք Տիրոջը սեր։ Слава Господу. Տերը օրհնում է։ Господь благословляет. Հիշում եմ մեկ անգամ մի ընտանիքի մի մեշոկ ալուր таրանք։ Я помню, мы одной семье отнесли мешок муки. Աղոթում ենք միշտ, որ Աստված առաջնորդի ճիշտ ընտանիքների գայցի։ Мы всегда молились, чтобы Господь вел, чтобы мы правильным людям это отдали. Եվ երբ որ таրանք տանկինը վկայեց, И хозяйка этого дома, она свидетельствовала. ասում եմ մեր տան ալյուրը հենց այսօր վերջացավ։ Сказала, что мука именно сегодня закончилась. Եվ մենք հնարավորություն չունենք ալյուր գնելու, И у нас не было возможности купить еще. բայց դուք բերեցիք այդ մի մեշոկ ալյուրը։ Но вы принесли этот мешок муки. Ում ձեռագիրն է սա։ Чей почерк это? Սա մեր հոր ձեռագիրն է։ Это нашего отца почерк. Նա գիտի հոգ տանել սիրներ։ Он знает, как заботиться. Փառք Տիրոջ սրա։ Слава Господу за это. Երկրորդ հատկանիշը Вторая черта. հայրը սիրում է խրատել։ Отец любит тебя воспитывать. Воспитывать. Խրատել։ Воспитывать. Առակաց գիրքը ասում է Աստված ում որ սիրում է նրան էլ հանդիմանում է, խրատում է։ В притчах написано, что кого любит отец, того он и обличает. Մենք եկեք տեսնենք երբեմն հոր հոգատարությունը մեզ համար թվում է թե դա չարիք է։ Иногда забота его кажется нам каким-то злом. Բայց քանի որ նա մեզ խնայում է, Но так как он нас жалеет, նա մեզ որոշ բաների համար խրատում է։ он нас поэтому обличает за что-то. Այդ իմ տղան ասի մեքենայի բանալներ տուր ես գնամ, չգիտեմ, արշակունյացով վարեմ մեքենան, Вот если мой сын скажет, дай мне ключи от автомобиля, и я поеду там на проспект, եւ ես իրեն կարգել եմ, и я ему запрещу, ու ինքը հանկարծ կմտածի իր մեջ կասի, այս papan ինչ վատ papa է, ինձ մեքենայի բանալին չի կամենում, и он в себе подумает, какой же у меня плохой отец, он мне не дает ключи от машины. բայց նա պետք է հասկանա, որ papan իրան այնքան շատ է սիրում, Он должен понимать, что насколько любит его папа, որ իրեն խնայելու համար չի տալիս մեկ։ что, заботясь о нем, он не дает эти ключи. Պողոս Առաքյալը իր մասին մի խոսք է ասում։
Апостол Павел говорил одно о себе. Ասում է որպեսզի իմ հայտնությունների առավելությամբ ես չհպարտանամ, Для того, чтобы я не возгордился своими откровениями, Աստված սատանայի կողմից մի խայտ տրվեց։ дано было жало мне в плоть. Ես չգիտեմ թե դա ինչ խայտ էր սել։ Я не знаю, что это за жало Տարբեր было. մեկնաբանություններ կա սրա։ Есть разные комментарии к этому. Բայց մի բանի վրա եմ ուզում ուշադրություն Но դարձնել։ я хочу особое внимание, чтобы Ասում է обратили, Աստված, որպեսզի ինձ խրատի, որպեսզի չգոռոզանամ, чтобы Господь меня вел и воспитывал, чтобы я не возгордился. դրա համար թույլ տվեց այդ ամենը։ Поэтому Он это позволил. Որտեվ Աստված չի ուզում, որ այդ անձնավորությունը հավիտենության մեջ կորցնի։ Потому что Он не хочет, чтобы этот человек был потерян для вечности. Բաներ կա մենք նրանց խնդրում ենք, ասում ենք հայր տուր մեզ ու չի տալիս։ И есть что-то, что мы просим, но Он не дает нам этого. Բայց գիտեք, Աստված ավելի երկար է տեսնում, ավելի մեծ դաշտով է տեսնում այս։ Но вы знаете, Господь видит дальше, и Он большим кругозором это видит. Նա չի ուզում ինձ ու քեզ հավիտենության մեջ կորցնի։ Он не хочет, чтобы мы были потеряны для Դրա համար էլ вечности. որոշ բաների մեջ մենք տեսնում ենք նրա խրատը մեր կյանքի մեջ։ Поэтому мы видим Его воспитание в нашей жизни. Ուզում մի կարևոր բան էլ ասել։ Хочу еще важное сказать. Չմերժես նրա հայրությունը։ Не отвергай Его отцовство. Ով որ իմ անունը կդավանի մարդկանց առաջ, Тот, кто провозгласит меня, мое имя перед людьми, ես էլ նրա անունը կդավանեմ Աստծո եւ հրեշտակների առաջ։ а я Его имя провозглашу перед ангелами. Իսկ ով որ կուրանա, А тот, кто отвергнет, ես էլ նրան կուրանամ Աստծո եւ հրեշտակների։ я его отвергну и перед Господом, и перед ангелами. Երեք մի անձնավորություն մի արտահայտություն արեց Вчера один выразился եւ շատ խորիմաս մի միտք ասեց։ и сказал очень глубокую мысль. Այս ազնվորությունը նոր քայլ է անում, որպեսզի Տիրոջը ընդունի իր կյանքի մեջ։ Этот человек, он делает новый шаг для того, чтобы принять Господа. Եվ ասում է, երբ որ մարդիկ հավատացյալ անունը ասոցացնում են որպես ավելի ցածրամակարդակ մի բան, Когда люди ассоциируют слово «верующий» с каким-то низшим сословием, ասում է, երբ որ ինձ հարցում են, ասում են դու հավատացյալ ես, и меня спрашивают, ты верующий? ասում եմ չէ, Я говорю, нет. բայց ես շատ կուզեմ, որ հասնեմ Но я хочу очень достичь того, այդ հավատացյալ մակարդակին, чтобы быть на уровне этого որ верующего, իսկապես ճշմարիտ հավատացյալ է։ чтобы на самом деле быть честным верующим. Բայց երբեմն եթե մենք անկեղծ լինենք, Но когда мы будем откровенны, երբեմն երբ որ մեզ ասում են հավատացյալ ես, когда нам говорят, ты верующий, մենք խոսքը փոխում ենք։ мы сменяем тему разговора. Մենք չենք ուզում մեր շրջապատը իմանա դրա Мы не մասին, хотим, чтобы наше общество знало об этом. բայց Տիրոջ խոսքը ասում է, Но Божье «Եթե Слово говорит, կուրանաս, если ты отвергнешь, ես էլ քեզ կուրանամ»։ я тебя отвергну. Հալելույա, փառք Аллилуйя, Տիրոջ։ слава Господу. Հայրը փնտրում է հաղորդակցություն։ Отец ищет общение. Տեր Հիսուսը կանգնեց Երուսաղեմի դիմաց, Господь Иисус встал перед Иерусалимом լացում էր ու ասում էր. и плакал и говорил, Երուսաղեմ, Երուսաղեմ, ինչքան ուզեցա քեզ հավաքեմ իմ թևերի տակ։ Иерусалим, Иерусалим, как я хотел собрать тебя под своими крыльями. Ինչքան ցանկացա ես։ Насколько я возжелал это. Սիրելիս հայրը քեզ հետ հաղորդակցվել է ուզում։ Возлюбленный Отец хочет общаться с тобой. Ինչքան ժամեր ու ժամանակներ կա, որ նա սպասում է, որ մենք իր հետ ժամանակ անցկացնենք։ Сколько времен и часов есть, когда Он ждет, чтобы мы общались с Ним. Ինչքան առավոտներ ու իրիկուններ կա, որ նա սպասում է, որ մենք գնանք ու նրա հետ ժամանակ անցկացնենք։ Сколько утра есть и сколько вечеров есть для того, чтобы мы общались с Ним, и Он ждет. Նա քեզ հետ հաղորդակցվել է ուզում։ Он желает общаться с тобой. Հաջորդ մի հատկանիշը հոր։ Следующая черта. Հայրը սիրում է։ Отец любит. Հայրը սիրում է։ Отец любит. Մի պատմություն կա։ Есть одна история. Ասում եմ մի մարդ մի տղա է ունենում, մի զավակ է ունենում, մեկ տղա է ունենում։ Один человек, у него есть сын, единственный. Եվ հանկարծ այս մարդը աշխատում է այն տեղում, որտեղ որ այդ կամուրջը փակում են եւ գնաց կանցնում է եւ бացում է ու Этот человек работает в том месте, где открывается шлагбаум и закрывается, где проходит мост. И проходит что, поезда? Поезда. Եվ ասում է հանկարծ, որ այս մարդը իր զավակին իր հետ վերցնում է И говорит, когда он однажды берет своего сына с собой եւ իր երեխային տանում է, որպեսզի այդ աշխատանքի տեղը լինի։ и на работу. Եվ հանկարծ երբ որ գնացքը մոտենում է, И неожиданно, когда подъезжает поезд,
Այս մարդը իր երեխային փնտրում է ու տեսնում է չի գտնում։ Он ищет своего сына, его нет. Եվ անկարծ տեսնում է, որ երեխան այդ կամուրջի ներքևում կանգնած խաղում И է։ он увидел, как внизу этого моста этот ребенок стоит. Եվ այս մարդը ուներ երկու ընտրություն։ И у него было два выбора. Կամ ամբողջ գնացքի ժողովուրդը կորսվում էր ու իր զավակը ապրում էր Либо погубить всех пассажиров поезда, եւ իր որդին կապրեր, и жил бы его сын, կամ իր որդուն զոհում էր ու մնացածին փրկում էր։ либо оставить своего сына там и спасти весь пассажирский Եվ состав. այս մարդը այդ կար ժամանակում որոշում է կայացնում իր որդուն զոհել։ И за короткое время он принимает решение пожертвовать своим сыном. Եվ այս մարդը լացելով այս կամուրջը փակում է И он со слезами просто закрывает этот мост. եւ կա այդ գնացքի ժողովուրդը անցնում են И проезжает этот поезд. եւ մարդիկ բոլորը ժպտալով այս մարդուն ձեռքով են անում։ И все люди, сидящие в поезде, они махали ему Բայց рукой. այս մարդ հարցունքներն աշկերին նրանց А он со պատասխանել։ слезами отвечал им. Միթե կա ավելի մեծ սեր, Есть ли еще большая любовь, քան որ մեկը իր կյանքը դնի իր բարեկամների համար։ чем та, которую положить свою душу за другого? Որտեւ Աստված այնքան սիրեց աշխարհը ու մեզ, Потому что Господь так возлюбил мир и нас, որ իր միակ որդուն տվեց մեզ համար։ что своего единородного Сына отдал за нас. Միթե ավելին պետք է մենք տեսնենք նրանից, որ ճանաչենք նրա սերը։ Неужели мы еще больше должны увидеть от Него, чтобы узнать Его Նա любовь? արդեն մեծագույնը արել է մեզ Он համար։ уже самое большое сделал. Նա այնքան սիրեց մեզ։ Он настолько возлюбил Նա нас. այնքան սիրեց քեզ։ Он так возлюбил тебя, Եվ նա իր կյանքը տվեց իմ ու քո համար։ что Он отдал свою жизнь за меня и Սա է тебя. հոր սիրտը։ Вот это сердце Սա է հոր Отца. սիրտը։ Это сердце Отца. Փառք Տիրոջ սրա։ Слава Господу за это. Аминь. Մեր հայրը սիրում է։ Отец нас любит. Մեր հայրը հոգատար է մեզ համար։ Отец Մեր заботится о հայրը нас. խրատել գիտի։ Он нас научает. Փառք Տիրոջ սրան։ Слава Господу за это. Ուզում եմ վերջին տեղը, որ կարդանք ու մեկնաբանենք, И последнее место хочу прочитать и прокомментировать. Ղուկաս 15-րդ գլխում է գրված։ Лука 15. Անարակ որդու մասին է գրված։ Блудный сын. Մենք գիտենք բոլորս այս առակը։ Мы все знаем эту притчу. Ասում եմ ժամանակ եկավ, որ այս որդին եկավ հոր մոտ ու ասեց հայր իմ ունեցվածքը տուր։ Пришло время, когда сын пришел к отцу и сказал: дай мне то, что по наследству мне принадлежит. Եվ հայրը նրան տվեց։ И отец дал. Եվ նա արեց այս ամենը ըստ Մովսեսի օրենքի։ И он это сделал по закону Моисея. Եվ այս մարդը ձգտում էր, որ ինքը ինքնուրույն ապրի։ И этот человек, он желал самостоятельно уже Նա жить, ինքն իր հարցերը լուծի։ пойти и решать свои вопросы. Այ երիտասարդները միշտ երազում են, չէ, երբ պիտի մեծանամ, որ ես ինքնուրույն ապրեմ։ Молодежь всегда мечтает, когда я вырасту, чтобы жить самостоятельно. Ես լինեմ իմ гլխի տերը։ И чтобы я уже сам за себя Էլ отвечал. մաման, papan չասեն այս մի արա, այն մի արա, երբ ուզենամ ինչ ժամի ուզենամ գամ տուն։ И чтобы родители уже не говорили: не делай это и не делай того, и когда захочу, приду домой. Այսպեսի մի երիտասարդ էլ սա էր։ И вот он такой же был. Եվ նա ձգտեց ու ասեց՝ «Տուր իմ ունեցված»։ И он сказал: дай мне то, что принадлежит по наследству. Եվ այս մարդը հորից, հոր ներկայությունից, հոր տնից հեռու ապրեց։ И этот человек, он ушел от присутствия своего отца, жить вдали. Գիտեք, երբ որ մենք Աստծուց հեռավորության մեջ ենք, Знаете, когда мы вдали от Господа, դատարկությունն է գալիս մեր կյանքին։ приходит пустота. Եվ այդ դատարկության արդյունքում մեղքն է այցելում մեզ։ И в итоге этой пустоты приходит грех. Ադամը մեղանչեց ու Աստծո ներկայությունից դուրս մնաց։ Адам, он совершил грех, и он ушел из-под присутствия Бога. Եվ մեղք այցելեց նրան, չէ՞։ И грех пришел, Եվ նա հեռացավ Աստծուց։ и он ушел от Бога. Երբ որ մենք նրա ներկայությունից դուրս ենք, Когда мы вне Его присутствия, խնդրում եմ եկեք ուշադրի լինենք սրան։ прошу, давайте будем внимательны к этому, Մնանք նրա ներկայության մեջ։ пребывать в Его присутствии. Եվ հաջորդը ինչ կատարվեց այս մարդու կյանքում։ И следующее, что произошло в жизни этого человека? Սով սկսվեց։ Начался голод. Սով։ Голод. Մենք միգուցե սրանով տեսնենք պատիժ Աստծո, Может быть, мы увидим наказание Божие из-за этого. բայց պետք է տեսնենք, որ հայրը խրատում է նրան։ Но мы должны понимать, что Господь воспитывал, Отец Որտեւ եթե воспитывал. չգար այդ սովը, Потому что если бы не пришел голод, նա չեր հիշի հոր տունը։ он бы не вспомнил о доме Отца. Նա չեր հիշի, որ ասեր ախր իմ հոր տանը իր ծառաները այսպես են ապրում։ Он бы не вспомнил и не сказал, что ну, в доме Отца моего так слуги живут.
Ասում է, որ նա խոզերի կերակուրն էր ուտում։ Он ел рожки для свиней. Եվ հենց հրյայի համար սա ուղակի ստորացում էր։ И для еврея это уже было унижением. Եվ հանկարծ ասում է, ինքն իրան եկավ։ И он пришел в себя. Եվ ասաց, վեր կենամ ու գնամ հորս տուն։ Встану и пойду в дом отца своего. Գնամ իմ հոր մոտ։ Пойду к своему отцу. Եվ սա արդեն ապաշխարության քայլ էր И սիրելի։ это уже был шаг примирения, покаяния. Որտեվ հասկանում էր, որ հոր մոտ այլ է կյանքը։ Потому что он понимал, что жизнь с отцом по-другому. Ցավոք սրտի երբեմն մեր կյանքում էլ է այսպես К լինում։ сожалению, в нашей жизни тоже так Մենք бывает. ինչ-որ բանի հետ բախվում ենք Мы с чем-то сталкиваемся եւ հասկանում ենք, որ պիտի գնանք հոր մոտ։ и должны понимать, что мы должны идти к отцу. Փորձում ենք մեր ուժով ինչ-որ բաներ անել Что-то своими усилиями пытаемся сделать, եւ չի ստացվում։ но не Եվ получается. հասկանում ենք, որ մենք հոր կարիքն ունենք։ И понимаем, что мы нуждаемся в отце. Եվ այս հերավորության մեջ, И на этом расстоянии, այս դատարկության մեջ, в этой пустоте, այս մեղքի մեջ, в этом грехе, տեսնում եք սատանան ինչ աստիճանի կարող է մարդուն հասցնել։ вы видите, до какой степени может опустить дьявол человека. Ամենավերջին ստորացմանը։ До самого низкого унижения. Եվ հասկանում ես, ասում ես, ինչ է անում սատանան։ И ты понимаешь, что делает дьявол. Նա գալիս է որպեսի գողանա, փչացնի եւ սպանի։ Он приходит для того, чтобы погубить, убить, украсть. Առաջին հայացքից մեղքը գեղեցիկ է, С первого взгляда грех очень красивый ախորժելի է, и желанный, բայց но վերջը մահվան է տանում։ в конце ведет к смерти. Վերջը մահվան է տանում։ В конце ведет к смерти. Եվ անառակ որդին հասավ այս աստիճանի։ И блудный сын достиг этого. Կարելի է ես գնամ իմ հոր մոտ, Можно я пойду к отцу? եւ հասավ հոր мոտ, И он дошел до եւ отца մտածում էր, երբ որ գնամ հորս մոտ մի բան կասեմ։ и подумал, что когда пойду к отцу, скажу вот это. Կասեմ, հայր, ես մեղանչեցի երկնքի եւ քո առջև։ Отец, я согрешил перед небесами и тобой. Նա հիշեց, թե ինչպես էր մերժել հոր սերը։ И он вспомнил, как он отверг любовь отца. Եվ կասեմ, այլևս արժանի չեմ քո որդին И կոչվելու։ скажу, что я больше не достоин называться сыном твоим. Նա հիշեց հոր սերը, И он вспомнил любовь отца. բայց երբ որ մոտեցավ հորը, Но когда он приблизился к отцу, մի նոր հայտնություն ստացավ հորը։ новое откровение Մի получил. նոր հայտնություն։ Новое откровение. Միջև այդ տանից դուրս գալուց առաջ նա այդ պատկերացումը չուներ, Пока он не вышел оттуда, он даже представления не имел. բայց երբ որ մոտեցավ, ուրիշ բան տեսավ։ Но когда он приблизился, он увидел совершенно другую картину. Տեսեք 15-ի 20-ից 23-ում ասվում է. 15 глава 20-23. Եվ վեր կացավ եկավ իր հոր մոտ եւ դեռ որ նա հեռու էր հայրը տեսավ նրան եւ գութը շարժեց եւ վազեց նրա վզովն ընկավ եւ համբուրեց նրան եւ որդին ասեց նրան հայր մեղանչեցի երկնքի դեմ եւ քո առաջին եւ այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու հայրն էլ ասեց իր ծառաներին առաջի պատմուճանը հանեցեք եւ հագցրեք նրան եւ մատանին դրեք նրա ձեռքին եւ կոշիկներ նրա ոտներին եւ մսացու եզը բերեք մորթեցեք եւ ուտենք եւ ուրախ լինենք։ Встал и пошел к отцу своему, и когда он был еще далеко, увидел его отец его и сжалился, и, побежав, пал ему на шею и целовал его. Сын же сказал ему: «Отче, я согрешил против неба и пред тобой, и уже недостоин называться сыном твоим». А отец сказал: «Рабам своим принесите лучшую одежду и оденьте его, и дайте перстень на руку его и обувь на ноги, и приведите откормленного теленка и заколите, и станем веселиться». Եկեք մի բան նկատենք։ Давайте заметим одно. Ոչ թե որդին վազեց, Не сын побежал, այլ հայրը վազեց։ а отец. Ինձ մի բան հիացնում է։ Меня восхищает. Հայրը սպասում էր նրան։ Отец ждал его. Չգիտեմ ինչքան ժամանակ։ Не знаю, сколько времени. Միգուցե երկար, Может быть, долго. բայց նա սպասում էր։ Но он ждал. Հիշում եմ, երբ որ փոքրիկ էի, Я помню, когда я был маленьким, երեկոյան հանկարծ ուշ էի տուն գալիս, вечером, если поздно приходил домой, չգիտեմ ինչու իմ մայրիկը այդպիսի որոշում էր կայացնում։ не знаю, почему моя мама приняла такое решение. Դուրս էր գալիս շենքի շքամուտքի մոտ սպասում էր ինձ։ Она выходила в подъезд и там ждала, Իբր թե դա ինչ որ մի բան պետք է փոխի։ будто это что-то изменит. Կարող էր տանը սպասել, Могла же дома ждать. բայց իրեն թվում էր իր անհանգստությունից, որ թե դուրս գա շքամուտքի մոտ ես ավելի շուտ կգամ։ Но ей казалось, что если она выйдет у подъезда, будет ждать, я, значит, приду быстрее. Մայրիկը սպասում էր ինձ։ Моя мать ожидала меня.
Հայրը սպասում էր որդուն սիրելիներ։ Отец ожидал сына Չգիտեմ своего, ինչքան ժամանակ, не зная сколько времени. բայց հայրը այսօր սպասում է ինձ ու քեզ։ Но Отец сегодня ожидает меня и Ամեն тебя. անգամ երբ որ կընկնես ինչ-որ харցերում, Каждый раз, когда ты упадешь из-за каких-то вопросов, ամեն անգամ երբ որ կմեղանչես, каждый раз, когда ты согрешишь, ամեն անգամ երբ որ կթուլանաս, когда ты ослабеешь, հիշիր հայրը սպասում է քեզ։ помни, что Отец тебя Մենք ждет. կարող է նրան չսպասենք, Может быть, мы его не будем ждать, բայց նա սպասում է մեզ։ но он нас ждет. Մենք կարող է նրա մոտ չվազենք, Может быть, мы не будем бежать к բայց նա нему, որ տեսնի մեզ կվազի ու կգրկի но մեզ։ когда он нас увидит, он будет бежать и обнимет нас. Այսքանով մենք տեսնում ենք հորսերը ինչքան մեծ է մեր հանդեպ, Этим мы видим, насколько велика любовь Отца к нам. որ նա ամեն բան հետևում թողնելով գալիս է դեպի մեզ։ Он все оставляя позади, идет навстречу к нам. Նա ասում է, որ ինչքան որ արևելք արևմուտքից հեռու է, Он говорит, настолько, насколько далек запад от востока, այդքան հեռացրեցի ձեզանից ձեր մեղքերը։ так от вас отдалил я грехи. Ասում է, եկեք տեսնենք, Давайте увидим. եթե որթան կարմիրի պես լինի ձեր մեղքերը, Если даже как багряная одежда будут красны ваши грехи, ես կարող եմ ձյունից էլ ճերմակ դարձնել։ я могу сделать их белее снега. Հալելույա։ Аллилуйя. Մենք մեկս մյուսից հանդեպ մի սխալ ենք թույլ տալիս։ Если мы позволяем себе друг друга оскорблять, Ինչ որ սխալ ենք թույլ տալիս։ ну, какую-то ошибку позволяем себе, Այնքան դժվար ենք իրարներում։ настолько нам сложно друг друга Բայց простить. հայրը ասում է, ես կարող եմ ձյունից ճերմակ քեզ դարձնել։ Но Отец говорит, что я могу сделать тебя Слава белее Господу, снега. слава. Слава Господу за это. Հաջորդը հայրը ինչ արեց։ Следующее, что сделал Отец, Պատմուճանը հագցրեց նրան։ Он одел на него новую одежду. Նա ծածկեց նրա մեղավորությունը։ Он закрыл его грех. Նա ծածկեց նրա մեղավորությունը։ Он закрыл его грех. Այդ կեղտոտ հագուստներով նա եկել էր։ Он пришел в этой грязной одежде. Այն մտքով որ ասեր, հայր, ես այլևս арժանի չեմ քո որդին С կոչվելու։ мыслью той, что я больше не достоин называться сыном твоим. Բայց նա գալիս ու ծածկում է։ Но он приходит и закрывает Իմ его. կյանքի մեծագույն հանդիմանությունները, որ ապրել եմ։ Самое большое обличение, которое я пережил в жизни. Երբ որ մեղ գործած գնացել եմ Տիրոջ առաջ, Когда я пошел во грехе и стал перед Господом. անգամ գլուխս եմ ամաչել բարձրացնել, И мне даже было стыдно поднять свою անգամ голову. ամաչել եմ աղոթել, Мне даже было стыдно молиться. բայց հանկարծ նա իր ներկայությամբ գալիս է ու ինձ գրկում է։ Но он своим присутствием приходит и обнимает меня. Ձեր սա ինձ ջարդում է։ Это меня просто ломает. Ուղղակի ես աղակում եմ, ասում եմ, Տեր, ոնց ես դու նորից ինձ սիրում։ Я взываю, говорю, Господь, как ты меня вновь любишь. Ինչպես ես դու նորից ինձ ներում։ Как ты меня снова прощаешь. Ես ինքս ինձ չէի ների, Я сам себя бы не простил, բայց դու ներում ես։ но ты прощаешь. Նա իր որդու զոհով սիրներ Он жертвой своего сына ծածկեց մեզ։ укрыл нас. Եվ թշնամին կգա И придет враг եւ կուզենա մատ ցույց տա քո մեղքերի վրա։ и захочет указать на твои грехи. Բայց դու հիշիր Հիսուս Քրիստոսի թափած արյունը։ Но ты вспомни о том, что была пролита кровь Հիշիր այն Христа. մեծագույն զոհը, որ Տերը արել է քո Вспомни համար։ ту величественную жертву, которая для тебя была Նրա сделана. արյունը մեր բոլոր թերությունները ծածկեց։ Его Հալելույա։ кровь покрывает все наши грехи. Аллилуйя. Չգիտեմ քեզ ոնց, բայց սա ինձ ուրախացնում է։ Я не знаю, как тебя, но меня это Սա радует. ինձ օրհնություն է տալիս։ Это мне дает благословение. Նա մեզ վերականգնում է փառք Он Տիրոջ։ нас восстанавливает. Слава Господу. Հաջորդը հայրը Следующий отец մատանին դրեց նրա մատին։ одел перстень на его палец. Գիտեք դա ինչ արեց։ Знаете, что это делает? Վերականգնեց նրա որդիությունը։ Восстановило его сыновство. Դու եկել ես այն մտքով, որ ասես ես այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու, Он пришел с мыслью, чтобы сказать, что я больше не достоин называться сыном твоим. բայց ես վերականգնում եմ քո որդիությունը։ Но я восстанавливаю сыновство твое. Ինչպիսին է նա։ Какой он? Ես չեմ նայում քո ներկա մեղավոր վիճակը։ Я не смотрю на грехи в настоящем. Պարզապես ես սпасել եմ, երբ կգաս դու ինձ մոտ։ Я просто ожидал, когда ты придешь. Երբ կգաս ինձ մոտ։ Когда ты придешь. Չուզես լսի նրա մեղավորությունը։ Он не хотел слушать о его грехах. Հաջորդը Следующее. կոշիկները հագցրեց, Одел обувь, որ գնա чтобы он пошел իր հոր ճանապարհով։ уже дорогу отца своего. Ոչ թե այն ճանապարհով, ինչ որ ինքն էր ուզում, Не той дорогой, которую он хотел,
Ոչ թե այն ճանապարհով, որ ինքն էր ընտրել, не той дорогой, которую он избрал, այլ այն ճանապարհը, որ Հայրն է ուղղորդում։ а той дорогой, которой ведет Господь. Իմ հոր ոտնահետքերով եմ ուզում գնալ։ По следам своего Отца желаете, Որ գնալ վկայի մյուսներին, թե Աստված ինչ արեց իր կյանքի чтобы համար։ пойти и свидетельствовать, сказав, что делает Отец для него. Ինչպես այդ Գերգեսացի դիվարին Տեր Հիսուսը ասեց. Когда этому Բեսնավ։ одержимому бесами сказал Иисус, Գնա եւ վկայիր այն ինչ որ Աստված արեց քո կյանքում։ пойди и свидетельствуй, что сделал Господь в жизни твоей. Փառք Տիրոջ։ Слава Господу за это. Նրա հավատարմությունը ազգից միջև ազգ է սիրներ։ Его верность от народа к народу. Նրա հավատարմությունը ազգից միջև ազգ։ Его верность от народа к народу. Սերունդը սերունդին պատմում է նրա արած գործերի И մասին։ поколение поколению рассказывает о его делах. Իմ հայրիկը պատմել է Տիրոջ հավատարմության մասին։ Мой отец рассказывал о том, как верен Господь. Ես իմ տղային պատմում եմ հոր հավատարմության մասին։ Я рассказываю своему сыну, какой он верный. Նա հայր է մեզ համար։ Он отец для Նա нас. հայր է մեզ համար։ Он отец для Միթե нас. կասրանց ավելի մեծ օրնություն։ Есть ли еще более благословение, чем Այս это? աշխարհի զավակները իրենց հայրը ինչ որ մի ունե որ մեկն է լինում իրենց շատ լավ են զգում։ Если сыны века сего имеют какого-то богатого отца, они себя очень комфортно чувствуют. Սելներ մեր հայրը դա ամենակարող Աստվածն։ Наш Отец всемогущий Господь. Մի պատմություն հիշեցի։ Я вспомнил одну историю. Երբ որ նոր էի սկսել իմ բիզնեսը Когда я только начал свой бизнес եւ փորձում էի մանկական սրճարանների հետ համագործակցեմ, и пробовал сотрудничать с детскими вот этими кафе, մի կին որ սրճարանի տնօրենն էր, и была женщина, владелица кафе, ինձ ասեց. Ով է քո գլուխը, որ դու այսքան բաներին հասնում ես։ и говорила, кто за тобой стоит, что ты столько всего предпринимаешь. Ես նրան ասեցի. Աստված։ Я сказал, Господь. Լուրջ եմ ասում, ով է քո Ну я же գլուխը։ серьезно говорю, кто за тобой стоит? Ասում Աստված է իմ գլուխը։ За мной Господь. Նա իմ հայրն է, Он мой Отец. նա իմ Աստվածն է, Он мой Бог. նա իմ պաշտպանն է։ Он мой защитник. Փառք Տիրոջ համար, Слава հալելույա։ Господу за это. Аллилуйя. Ես ուզում եմ կարևոր մի բան էլ ասել։ Еще важную вещь хочу сказать. Հայրը միշտ մեզ հետ է։ Отец всегда с нами. Այսօր պատմություններ շատ պատմեցի, Сегодня я много историй рассказал. եւս մեկը պատմեմ։ Еще одну расскажу. Ասում եմ մի ընտանիք է լինում, Одна семья, եւ երեխան գալիս է ծնողների մոտ, и ребенок приходит к родителям, եւ ասում է դուք ամեն տարի ինձ տանում եք հորքուրի տուն։ и каждый год вы меня отвозите к тете. Այս անգամ ուզում եմ ես ինքնուրույն գնալ։ В этот раз я хочу сам. Պետք է մյուս քաղաքը գնար։ Он должен был пересечь город. Հայրը մայրիկի հետ ասում են հնարավոր չի, տղաս դու դեռ այդքան չես հասունացել, որ մենակ նստես գնաց։ И родители говорят, ты еще не такой взрослый, чтобы делать это в одиночку. Եվ երեխան քանի որ շատ համառ է լինում, А он очень смелый был. եւ ծնողները ասում են լավ կգնաս։ Ну, родитель говорит, хорошо, пойдешь. Հայրը մի ծրար է բերում, И отец приносит конверт ասում է տղաս, երբ որ կվախենաս, и говорит, когда ты вдруг тебе станет страшно, այս ծրարը կբացես եւ կկարդաս։ открой этот конверт и прочитай. Լավ, Хорошо. նստում է գնացք, Он садится в поезд. սկզբում շատ հետաքրքիր է լինում, Сначала было очень որտեղ интересно. դեռ քաղաքն է տեսնում, И он видел город, ծառեր, բնություն, природу. եւ հանկարծ երբ որ արդեն ամայի մի տարածքի են հասնում, И вдруг на какой-то пустырь выехал поезд. տեսնում են մարդկանց տարբեր հայացքներ, И он увидел там разные взгляды людей. իր սրտի մեջ հանկարծ վախեր են սկսում առաջանալ։ И вдруг страх появился в нем. Եվ հիշում է, И он вспомнил. պապան ինչ որ բան ունի ինձ տված։ Отец дал мне кое-что. Բացում է ու կարդում է, Открывает конверт и читает. եւ այնտեղ գրված է И լինում. там написано. Տղաս չվախենաս, Не бойся, сын. կողքի կուպեյում Я в ես соседнем նստած եմ купе сижу ու քեզ եմ հետևում։ и слежу за тобой. Չվախենաս, Не бойся. երկնավոր հայրը նայում է քեզ։ Отец Небесный смотрит за Նա тобой. մեզ հետ է միջև աշխարհի վերջ։ Он с нами до Նա скончания հետևում է веков. մեզ։ Он за нами следит. Տեր Հիսուսն ասեց. Նրանց, որ հայրը տվեց ինձ, И Господь Иисус сказал, тех, которых мне дал Отец,
Ոչ ոք չի կարող հափշտակել իմ ձեռքից։ Никто не Հալելույա։ может восхитить из моих рук. Ոչ ոք չի կարող հափշտակել։ Никто не может восхитить из моих рук. Քանի մենք նրա ներկայության մեջ ենք։ Пока мы в Его присутствии, Քանի մենք մեզ հանձնել ենք նրան։ пока мы сдались Ему, Քանի մենք որոշել ենք, որ այն կոշիկները հագնենք, որը ինքն է տվել։ пока мы решили, что мы будем одевать ту обувь, которую Он нам дал, Մենք նրա մեջ ենք եւ ոչ ոք չի կարող խլել մեզ նրան։ мы в Нем, и никто не может нас восхитить. Դու հորինն ես, քանի դեռ նրա մեջ ես։ Ты отцов, пока ты в Нем. Վերջին տեղը կարդանք։ Последнее место прочитаем. Գաղատացիս 4 Галатам 4, 6-7։ 6-7. Գաղատացիս 4:6-7։ Եվ որովհետև դուք որդի եք, Աստված իր որդու հոգին ուղարկեց ձեր սրտերի մեջ, որ աղաղակում է Աբա հայր։ Ուրեմն այլևս ծառա չես, այլ որդի, եւ եթե որդի, Աստծո ժառանգ էլ Քրիստոսով։ А как вы сыны, то Бог послал в сердца ваши духа Сына Своего, вопиющего, Ава Отче. Посему ты уже не раб, но сын, а если сын, то и наследник Божий через Иисуса Христа. Ամեն։ Аминь. Մենք որդի ենք։ Мы сыны, Մենք նրա որդիներն ենք։ мы Его Մենք сыны, նրա ժառանգորդներն ենք։ мы Его Ինչ է наследники. նշանակում ժառանգորդ։ Что означает наследник? Ժառանգորդ նշանակում է, որ այն ինչ որ հայրը ունի, Все то, что имеет отец, ուրեմն որդին էլ ունի։ значит и сын имеет. Ամեն։ Аминь. Այն հավիտենությունը, որ հայրը այդ հավիտենության մեջ ապրում է, В той вечности, где живет отец, այդ հավիտենությունը պատրաստել է իրեն սիրողների համար։ эту вечность он приготовил для тех, кто его любит. Փառք Տիրոջ սրա։ Слава Господу за Եկեք это. հիշենք հոր սիրո մասին։ Давайте будем помнить о любви Отца, Հիշենք ինչպիսին է մեր Աստված։ помнить, какой наш Господь. Եւ հիշենք, որ ոչ ոք չի կարող մեզ նրա ձեռքից И հափշտակել։ будем помнить, что никто не может нас восхитить из Его Միայն рук. ես ու դու ենք որոշում դուրս գալ նրա մոտից։ Только мы решаем, что мы можем выйти. Բայց քանի դեռ մենք նրա մեջ ենք, Но пока мы в Нем, մենք կտեսնենք нրա հոգատարությունը, мы увидим Его заботу, նրա ողորմությունները։ Его милость. Փառք Տիրոջ։ Слава Господу.